դիտորդները, թե այնտեղ վստահված անձինք ասում են, որ տարբեր վայրերում կուտակումներ կան, խախտումներ են արձանագրում։ Հնարավոր է, ընտրական պրոցես է, միտեղ կարող է թվալ կուտակում է, տեղ կա, որ քառակուսի մետրերը ավելի փոքր է, այսինքն այնքան մարդ, ինչքան թույլատրվում է միաժամանակ ընտրատեղամասում լինել, թվում է, թե նեղ է տեղը, այսինքն սահմանված չափից ավել չեն։ Հստակ անգամ ոստիկանների ուղղությամբ են հենց այն անձին, որ ասում են փոխկապակցված է եղել ձեր տեխնացուի Գիշտի Մեխակյանի հետ, թե իր ծննդավայրից, այնտեղից ոստիկաններն են հենց հեռացել, որտեղ հստակ երևաց է, Դեմ ասում եք, ոստիկանները հեռացրեն, ես ձեր ասած դեպքերից տեղյակ չեմ, բայց եթե ոստիկանները հեռացրեն, ամեն ինչ ոնց որ սահմանված կարգով ընթանում է, հնարավոր են ինչ-որ նման դեպքեր, որոնք արագ շտկվում են, ինչպես տեսնում եք, բայց ամեն ինչ հանգիստ է անցնում, նորմալ է, շատ ակտիվ քաղաքացիները մասնակցում են, տեսնում եք, որ համեմատած նախորդ ընտրությունների ակտիվ է մասնակցությունը, սա նշանակում է, որ քաղաքացիները իրենց կամ արտահայտությունը, այս ձևով արտահայտում են։ Տիկին Հակոբյան, մենք նաև տեսնում ենք, որ ողջ կազմով, այսպես ասած, անգամ տարբեր պաշտոններ զբաղեցնող մարզպետեր, ազգային ժողովի աշխատակիցներ, այստեղ էլ ինչ-որ անհանգստություններ կան, փորձում են ուժերը կենտրոնացնել։ Չէ, պարզապես մեր տեխնացուն չի թաքնվում եւ չի փորձում առանձնանալ իր քաղաքական թիմից, ինչպես օրինակ մյուս տեխնացուների հեսա ավարտեմ, օրինակ մյուս տեխնացուն, դաշնակցության տեխնացուի կողքը երբևէ չեք տեսել դաշնակցական որևէ պաշտոնյայի Քոչարյանի թիմակիցներին, Քրիստինա ջան, վերջացնեմ, ես որևէ падգամավոր Հայաստան դաշինքի չեմ տեսել նրա կողքը որոշ տեսախցիկներ ֆիքսել են Ռոբերտ Քոչյանի որդու հյուրընկալությունը շտաբում ու վերջ դուք նրանց լոգոյում չեք կարող տեսնել դաշնակցության լոգոն ոչ մի բան այսինքն ոչինչ չի հուշում մեր տեխնացուն է քաղաքացիական պայմանագիր անունով է հանդես գալիս պարոն Մեխակյանը եւ մենք չենք առանձնանում ես ինքս քարոզարշավի մի քանի օր եկել եմ մասնակցել եմ քարոզարշավին եւ կարելի ասել վստահ եմ մեր հաղթանակում, որտեղ արձագանքները շատ լավն են եղել եւ նորմալ է որ մեր թիմակիցները եկել են աջակցելու ինձ կարող եք տեսնել եւ Գյումրիում եւ այլ ուրեմն նախընտրական շրջան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին ի սկզբանե չի երևացել ու շատ պասիվ է ինչով է դա պայմանավորված հնարավոր է նրա անձը խանգարի ընտրություններին վատ ազդեցություն խնդրում եմ Քրիստինե ես նոր ասացի մեր թիմը ակտիվ մասնակցում է դուք 1-2 օր առաջ մեր այդ վերջնական քարոզարշավին օրը հանրահավաքի դուք տեսաք որ ազգային ժողովի նախագահներ է ստեղ, չեմ կարծում թե ինչ որ մեկը չի ճանաչում եւ չի ասոցացնում նրան քաղաքացիական պայմանագրերներ խմբակցության ղեկավարն էր, պարոն Պապիկյանն էր Պարոն վարչապետի մասնակցությունը այնպես չի որ պլանավորված է եղել եւ չի մասնակցել, ուրիշ նույն թիմ ընտրություններն էլ այնպես չի որ դուք կտեսնեիք նույն Փարաքարում, նույն Գյումրիում, այսինքն այդպես չի որ պարտադիր է որ այնտեղ վարչապետը լինի եւ այստեղ չի եղել եւ ձեր համար հարցեր է առաջացել։ Որ մենք քաղաքացիների հետ ենք զրուցում, նրանք հատկապես դժգոհություն են հայտնում եկեղեցու վերաբերյալ, ասում են, որ հենց դրա հետ են կապված դժգոհությունը, որ իրենց դուր չի գալիս այն ինչ կատարում եկեղեցու շուրջ հոգևորականների հասցեին այս ուղղված մեղադրանքները։ Ձեզ չթվա, որ մեզ հաճելի է եկեղեցու թեմայով խոսակցությունները։ Բնավ հաճելի չէ, մենք էլ կուզենք, որ մեր հոգևորականները լինեն այնպիսի, որ նման խոսակցություններ չլինեն, բայց բոլորը գիտեն հատկապես Էջմիածնի մեր քաղաքացիներն ասում են դուք նոր եք լսում, մենք մեր աչքով տեսել ենք, այն ինչ որ դուք ասում եք, այնպես որ նրանք իրենց քվեով ցույց կտան իրենց տեսածը, այնպես որ այստեղ ոչ մեկին չես կարող դու բան ասել, իրենք իրենց աչքով տեսել են։ Հիմա հստակ կարող ենք արձանագրել, որ եթե այնպես ստացվի, որ քաղաքացիները ձեզ չտան ու չստացվի բացարձակ իշխանություն ձևավորել, դա հստակ ցույց կլինի, որ քաղաքացիները համաձայն չեն նաև այն քաղաքականությանին, որի եկեղեցու դեմ ուղղությամբ է կապված։ Տեսեք, ես քանի որ հենց հիմա քվեարկություն է, ես չեմ ուզում այդպես կանխատեսումներ անել։ Մենք տրամադրված ենք հաղթանակի, միանձնյա հաղթանակի, որովհետև այդպիսին է մեր զգացածը հենց քարոզարշավի ակտիվ քարոզարշավի ընթացքում։ Ինչ կլինի, այսպես ասած, Ես չեմ ուզում հիմա կանխատեսում, մի քիչ սպասենք եւ ամեն ինչ պարզ կլինի։